Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի զինված ուժերը գիշերվա ընթացքում հրթիռային եւ անօդաչու ուժգին հարվածներ են փոխանակել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության տվյալներով Իրանում թիրախավորվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, առափնյա ռադարներ, հրթիռային եւ դրոնային կարողություններ, նաեւ փոքր նավեր։ Իրանական կողմը հայտնել է, որ Մահշահրում Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածներից 1 մարդ զոհվել է, եւս 4-ը վիրավորվել։ Ի պատասխան Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին։ Հորդանանը հայտնել է իր օդային տարածք ներխուժած 4 հրթիռի վնասազերծման, իսկ Քուվեյթը հրթիռային եւ դրոնային հարձակումների հետ մղման մասին։ Լարվածությունը սրվել է Հորմուզի նեղուցի շուրջ։ Թեհրանը հայտարարել էր ջրային ուղին փակելու մասին, մինչդեռ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ նեղուցը բաց է առևտրային երթևեկության համար։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև փոխադարձ հրթիռային եւ անօդաչու հարվածների հետևանքով երկու կողմում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակումից 3 մարդ է զոհվել, եւս 5-ը վիրավորվել։ Ռուսական վերահսկողության տակ գտնվող Էներգոդարում եւս 4 մարդ է զոհվել, եւս 4-ը վիրավորվել։ Ռուսական կողմը հայտնել է նաեւ Սիզրանի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին, որի հետևանքով 1 մարդ զոհվել եւ 3-ը վիրավորվել են։ Միաժամանակ ռուսական հարվածներից Ուկրաինայի մի շարք շրջաններում 4 զոհի մասին է հաղորդվել։ Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ Զապորոժիայում ԱԹՍ է հարվածել բարձրահարկ բնակելի շենքի։ Հնարավոր տուժածների մասին տվյալները ճշտվում են։ Փարիզի հրեական խոշոր համայնք ունեցող Սարսել թաղամասում շուրջ 300 մարդ է տարհանվել սինագոգի մոտ կայանած կասկածելի ավտոմեքենայի պատճառով։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խոսքով մեքենայում իրավապահները ռազմական զինատեսակներ են հայտնաբերել։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։ Կասկածյալի ինքնությունն ու հնարավոր դրդապատճառները առայժմ հայտնի չեն։ Բանգլադեշի 7 շրջանում հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, եւս 39-ը տուժել են։ Տուժած շրջաններում շարունակվում են փրկարարական եւ հետևանքների վերացման աշխատանքները։ Բավի հզոր թայֆունը մոլեգնում է Ֆիլիպիներում, Թայվանում, Ճապոնիայում եւ Չինաստանում, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Տուժած շրջաններում շարունակվում են արտակարգ եւ փրկարարական աշխատանքները։ Չինաստանում ջրհեղեղի հետևանքով վնասվել է թունավոր օձերի ֆերման, ինչի հետևանքով շուրջ 900 օձ հայտնվել է ջրում եւ տարածվել հարակից բնակավայրերում։ Հաղորդվում են բնակիչների խայթոցների դեպքերի մասին, կան հոսպիտալացվածներ։ Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի փաբերից մեկում պայթյունի եւ հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, եւս 63-ը վիրավորվել։ Նրանցից 22-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ռոյթերսի փոխանցմամբ արգելափակված վթարային ելքը խոչընդոտել են այցելուների տարհանմանը։ Փրկարարների տվյալներով տուժածներից շատերը ծխահարվել են։ Նախնական վարկածով հրդեհի պատճառը առաստաղին տեղադրված օդորակիչում առաջացած կարճ միացումն է։ Սա Թայլանդում վերջին գրեթե 2 տասնամյակների ամենամահաբեր նմանատիպ դեպքն է։